Բարև ձեզ, եթերում թատերական օրագիրն է։ Ողջույն սիրելի հեռուստադիտող։ Ինչպես գիտենք, Կապանում մարտի 20-ից 26-ը տեղի կունենա աննախադեպ մշակութային իրադարձություն՝ Կապանի կամերային ներկայացումների փառատոնը։ Թատերական հրավառությանը կհաջորդի արտավազդ մրցանակաբաշխությունը, որը տեղի է ունենում Կապանի դրամատիկական թատրոնի 90-ամյա հոբելյանի շրջանակներում։ Ամեն օր Սյունիք TV եթերում 15:00-ին դուք կարող եք դիտել հարցազրույցներ, հետաքրքիր զրույցներ, ներկայացումները բեմադրող ռեժիսորների, դերասանների հետ, ովքեր ձեզ կպատմեն այն, ինչ կատարվում է բեմում եւ ոչ միայն։ Եվ այսպես մեր հաղորդման առաջին հյուրերն են Թատերական գործիչների միության նախագահ պարոն Հակոբ Հազանչյանը եւ Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը։ Ողջունում եմ ձեզ, շնորհակալություն, որ հյուրընկալեցիք մեր գեղեցիկ տաղավարը։ Առաջին հարցը, պարոն Ղազանչյան, թույլ տվեք ուղղել այս տարի արտավազդ մրցանակաբաշխությունը կանցկացվի Կապանում։ Ինչը դրդեց այդպիսի գեղեցիկ միջոցառումը անցկացնել Կապանում։ Դե դրդեց տնօրենի առաջարկը եւ ընդհանրապես այն ինչ որ կապվում է մարզերի հետ մեզ ողջևորում է դա մեր քաղաքականության կարևորագույն ճյուղն է եւ առավել եւս որ թատրոնի 90-ամյակն է մանավանդ ինձ հարազատ թատրոն որոշեցինք փորձել եկանք ես եկա Կապան մենք հանդիպեցինք մարզպետին դրական պատասխանը ստացանք եւ սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ պես Կարծում եմ մի բան է այս ողջևորությունը, կազմակերպչական կարողությունը, պոտենցիալը, մեկ այլ բան հնարավորություն ստեղծելը փառատոնի համար, որովհետև այնտեղ պետք է բյուջե, այնտեղ պետք են դոնորներ, պարոն Աթայան, ովքեր կանգնեցին թատրոնի կողքը, այս գաղափարի կողքը, այսպես ասած դոնորների հարցում առումով, որտեղից այն ձևավորվեց այն բյուջեն, ֆինանսավորումը, որով հնարավոր դարձավ իրականացնել թե այս փառատոնը, թե իհարկե բնականաբար երկրի պետության թատերական կյանքի ամենագլխավոր միջոցառումը արտավազդ մրցանակաբաշխությունը։ Իրականում այո, դա ամենալուրջ խնդիրն է, բայց քանի որ մենք շատ երկար չարչարվեցինք եւ քննարկեցինք եւ վերջո որոշեցինք որ այդ քայլին գնանք, մենք պարոն մարզպետի հետ բավականին երկար շփվել ենք այս թեմայով եւ եկանք ընդհանուր այդ եզրահանգման, որ ամեն դեպքում մենք լինելով հանքարդյունաբերական քաղաք, ինչ որ կերպ այդ հանքարդյունաբերությունը, այդ երևույթը պիտի ավելի նպաստի մեր մշակույթի զարգացմանը եւ պարոն մարզպետը առաջարկեց դիմել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին եւ փառք Աստծո ամեն ինչ հարթ ընթացավ եւ այսօր մենք տեսեք մեզ հետ այս ամեն ինչի մեջով անցնում է եւ մարզպետարանը եւ նույն մեր Սյունիք TV-ն, որը որ նաեւ մեր ինֆորմացիոն հովանավորն է օրեր շարունակ մարդիկ մեզ հետ են եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից տարբեր իրանց բաժիններից մարդիկ մեզ բավականին շատ օգնում են մենք այստեղ աջակցության այդ մեծ ալիքը ունենք արդեն այդ առումով նաեւ մեզ աջակցում է մեր համայնքապետարանը եւ դահլիճը նաեւ ասեմ քանի որ նման հարցեր հիմա շատ են առաջանում տեսեք փառատոնը ամբողջությամբ անցնում է Կապանի դրամատիկական թատրոնի շենքում իսկ արտավազդ մրցանակաբաշխությունը լինելու է մեր Կապանի համայնքապետարանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում Այսինքն համայնքապետարանն էլ է աջակցել փառատոնին եւ արտավազդին այո մենք այս առումով կարծում եմ թատրոնը մեր թատրոնը գոնե որ միշտ այդ շահեկան դիրքում է որտեղ որ որևէ խնդիր չունենք որևէ տեղ ես շատ շնորհակալ եմ մեր բոլոր աջակիցներին իրականում սա լուրջ բան է մեզ համար սա մենք պիտի նաեւ որպես պատասխանատվության շեմը մեր բարձրացնելու որպես հնարավորություն դիտարկենք
Պարոն Նաթայան, իսկ փառատոնի շրջանակներում ինչ է սպասվում կապանցի հանդիսատեսին։ Տեսեք, բավականին շատ մարդիկ են գալու կապան, բավականին հետաքրքիր թատրոններ են լինելու այստեղ եւ ներկայացումներն էլ մեկը մեկից լավ ներկայացումներ են, շատ հետաքրքիր բան է անտրված իրականում, շատ լավ ներկայացումներ են, վաղուց արդեն տոմսերը սպառված են մեր ներկայացումները, իհարկե ես ասել եմ էլի մեր դահլիճի քանակը սահմանափակ է, բայց կարծում եմ այս օրերին արդեն նույնիսկ երեկվանից սկսած արդեն քաղաքում այդ մշակութային օդը որոշակի փոփոխության ենթարկվել է, դե այս ամբողջ ընթացքը եւս կարծում եմ կնպաստի դրան։ Պարոն Ղազանչյան, դուք կապան եք հրավիրել, կապան եք բերելու հանրապետության լավագույն թատրոններին եւ այնպիսի դերասաններ թատրոններից լավագույններին, շատերին եւ այնպիսի դերասաններ են կապանի բեմ բարձրանալ, ովքեր ճանաչելի են հանդիսատեսին, ճանաչելի են հասարակությանը, կար ընտրության առումով այս մոտեցումը կապան բերել, որքան հնարավոր է ավելի շատ դեմքեր, որոնք ճանաչելի են հանդիսատեսին էկրաններից, որ ես քաղաքում տեսնեն այդ դերասաններին։ Միանշանակ, երբ որ մենք մարզպետի հետ հանդիպեցինք, մեր երկրորդ հանդիպումն եղավ ըստ էության որոշիչ հանդիպումը եղավ, ես դեռևս կապանում էի գտնվում, այդ ինֆորմացիան տվեցի մեր լրատվության բաժին եւ մեր կայքը հրապարակեց ողջ ինֆորմացիան, որ կապանում է տեղի ունենալու արտավազդը եւ արտավազդի նախորդելու է կամերային ներկայացումների փառատոն։ Դուք չեք պատկերացնում ինչ զանգեր սկսվեցին, ինչ ցանկություններ եղան գալու, դե բնականաբար 6 օր պետք է տևեր եւ մենք ուզենք չուզենք պետք է 6 օրվա մեջ տեղավորվեինք եւ փորձեցինք այնպես անել, որպեսզի լինեն ներկայացումներ, որոնք վերջին շրջանում դեպս 4-ը հաստատ 4-ի մասին հաստատ կասեմ, որ վերջին շրջանում որ աղմուկ էին խոսակցության առիթ էին տվել, լավ խոսակցության, դա համազգային թատրոնի ներկայացումներ, Սասունցի Դավիթներ, որ վերջերս եղավ պրեմիերան, դա Ծաղիկներ Էլջերնոնի համար ներկայացումներ, որ նույնպես շատ լավ ընդունվեց եւ մի խոսքով չխորանանք, ցավոք պետք է ասեմ, որ Ծաղիկներ Էլջերնոնի համար ներկայացումը 3 փոխարինվեց կնոջ Սաննա Մորիսը ներկայացումով, էլի լավ ներկայացում, լավ կատակերգություն, լավ դերասաններ, շատ դերասանական խաղ, բայց պատճառը հարգելի էր, դերասանուհին անսպասելի տեղափոխվեց հիվանդանոց եւ վիրահատվեց եւ բժիշկ ուղղակի արգելեց, որպեսզի նա առաջիկա 10-15 օրը բեմ բարձրանա եւ զբաղվի ակտիվ աշխատանքով, բայց շուտով մենք ինչու եմ Էլջերնոնի մասին խոսում, որ ոչ միայն որ մեր թատրոնի ներկայացումն է, Սամսոն Մովսիսյանի վերջի ներկայացումն մեր թատրոնում, այլ նաեւ որ ներկայացումը 3 անվանակարգերում նոմինացված է եւ որպես լավագույն կամերային ներկայացում եւ Արմանը Սիմիկյան որպես լավագույն երիտասարդ դերասան եւ Մարիամը որպես երկրորդ պլանի դերասանուհի, այդ 3 անվանակարգերում կային եւ ես շատ կուզեի, որ այդ ներկայացումը անպայման այստեղ լինի, բայց ամեն դեպքում խնդիր չի, մի օր կբերենք։ Ամեն դեպքում լավ ներկայացումներ են, ու հուսամ մյուս տարվա համար արդեն ավելի շատ ժամանակ կունենանք մտածելու, Տիգրանը ավելի շատ ժամանակ կունենա, մենք էլ կառաջարկենք։ Այսինքն մենք ցանկանում ենք, որ կամերային ներկայացումների փառատոնը լինի ամենամյա։ Անպայման եւ պետք է պարտադիր արդեն շեմ հաստատվի հստակ,
Այսինքն, եթե ուզում եք մասնակցեք, եթե չենք տեսել ձեր ներկայացումը, տեսագրությունն ուղարկեք, պետք է այստեղ նայվի, ասվի հրավիրում ենք կամ նայվի, ասվի կներեք, չենք հրավիրում։ Այսինքն պետք է արդեն նաև թատրոնները սկսեն մի քիչ ավելի լուրջ մոտենալ փառատոնին, որ ամեն ներկայացում չի, որ կարող է դերվել եւ այստեղ ցուցադրվել։ Ես կարծում եմ, որ արդեն եկող տարվա համար դրա ժամանակը կա, հիմա մի քիչ հապճեպ եղավ ամեն ինչ։ Հատկապես որ կարելի է փաստել, որ Կապանի հանդիսատեսը ինչ որ գավառական հանդիսատեսի է, բավականին դրփաճաշակ հանդիսատես է։ Դա ընդհանրապես առանձին խոսակցություն է, դա ընդհանրապես Կապանը սկզբունքորեն տարբերվում է հանրապետության մյուս քաղաքներից եւ ես շատ անգամ եմ ասել, ես երբ որ եկա Կապան, ես եկա Մոսկվայից, ես եկա այն քաղաքից, որտեղ թատերական բումներ, այդտեղ լավագույն բեմադրիչների այդ աստեղային ժամերն էին, Լյուբիմով, Էֆրոզ Զախարով, իմ ուսուցիչը Գանչարովը, Անատոլի Վասիլևը, էլի հզոր մի թատերական այն ժամանակ հատկապես քաղաք էր Մոսկվան, ես եկա անմիջապես Կապան եւ ես մի ակնթարթ անգամ ինձ չեմ զգացել, որ ես հանկարծ այնտեղ Մոսկվայում ավարտեցի, ուր եմ եկել, ինչ-որ գավառ եմ եկել, այդպես բան չկար, որովհետև հրաշալի ինտելիգենցիա, հրաշալի քաղաք, եւ երաժշտական ուսումնարանով, եւ նկարչության արվեստի դպրոցներով, երաժշտական դպրոցներով։ Ուրեմն պատահական չէ, որ արտավարտ մրցանակաբաշխությունն էլ առաջին անգամ մարզում անցկացվելու է Կապան քաղաքում։ Մենք քանի արվեստի գործիչ, դերասան, դերասանուհի, ռեժիսոր ենք սպասում մեր քաղաքում հյուրընկալել արտավարտ ամենամյա մրցանակաբաշխությանը մոտավոր։ Հաստատ սպասեք։ Այսինքն քաղաքը կարող է 150 մայրաքաղաքային արտիստի հետ շփվել, զրուցել ու այդ ամենը մեր քաղաքով կանցնի։ Հույս ունեմ դա մեր քաղաքին օգուտ կտա եւ մշակութային առումով եւ տարբեր այլ առումներով, այսինքն մեր նպատակը, իմ նպատակը համենայն դեպս էս ամեն ինչից, այն ինչ որ ես ամենաշատն եմ ցանկանում, դա ինչ որ մի մեր Կապանյան ընտանիքում մի երեխայի մոտ բան փոխել, որպեսզի մարդիկ ուզենան, որ իրանց երեխաները կամ հենց երեխաները ուզենան ընդունվել օրինակ թատերական ինստիտուտ, ավարտել մեր մասնագիտությունների շարքից որևէ մեկը եւ վերադառնալ իրենց քաղաք, գալ եւ իրենց մասնագիտությամբ ծառայել մեր թատրոնին։ Տեսեք, մենք լուրջ խնդիր ունենք։ Թատրոնը այդ առումով, ռեսուրսի առումով մարդկային խնդիր ունի։ Մենք ստիպված ենք շատ մարդիկ հրավիրել Երևանից, օրինակ, եթե այդ խնդիրը չլիներ, մենք այդ ռեսուրսը ամբողջությամբ կդնեինք հենց մեր թատրոնի զարգացման բուն խնդիրների վրա։ Բայց քանի որ նման խնդիրներ կան, մենք տեսեք Երևանից, տարբեր քաղաքներից մենք մարդիկ ենք հրավիրում, որպեսզի թատրոնը կանգ չառնի։ Ես հույս ունեմ, ինչ որ մեկի մոտ, ինչ որ մի բան մենք կփոխենք ու մենք մի քանի տարի հետո կունենանք դրա շնորհիվ այստեղ որևէ նոր մասնագետ, դերասան, ռեժիսոր։ Շատ լավ։ Նաև հուսով եմ շուտով լավ լուր կունենանք, Սյունիքի համար թատերական ինստիտուտի կուրսը կբացվի, արդեն դրական ազդանշաններ մենք լսում ենք եւ կարծում եմ վերջնական բյուրոկրատական մի էտապ է մնացել, դա էլ կլինի, ինչը շատ կարևոր է։ Իսկ որպես կազմակերպիչի ինչ եք ակնկալում Կապանի կամերային ներկայացումների փառատոնից։ Ես ակնկալում եմ նախ որ թատերական կյանքը ել ավելի կզարգանա մեր քաղաքում, քանի որ վերջերս ասած նկատի ունեմ պատերազմից հետո շատ անկանխատեսելի է, այսինքն նույն ներկայացումը կարող է մի ժամում միանգամից սպառվել, նույն ներկայացումը կարող է մի քիչ երկար
Տևի մինչև Տոմսերը սպառ, այսինքն շատ անկանխատեսելի է դարձել այս ամեն ինչը։ Ես հույս ունեմ, որ այս փառատոնը մեզ կօգնի, որպեսզի հանդիսատեսի հոսքը նորից սկսի ստաբիլանալ եւ նաեւ իրանք մեր նույն հենց ռեպերտուարային ներկայացումներին ամեն ուրբաթ շաբաթ կիրակի մեծ սիրով էլի կգան, նորից կդարձնեն դա բնավորության գիծ, կգան կաղմկեն մի քիչ չեմ իմանում սկանդալներ կանեն, ինչ որ բաներ կանեն, ամեն դեպքում այդ կյանքը այստեղ անհրաժեշտ է։ Հույս ունեմ այս փառատոնը էլի եմ ասում երիտասարդության մեջ ինչ որ բան կփոխի դեպի թատրոն գալու համար։ Պարոն Ղազանչյան, ինչ կմաղթեք մեկնարկին փառատոնի։ Բարի երթ են մաղթում ընդհանրապես դեպքերում ես կասկած չունեմ, որ ամեն ինչ կազմակերպված եւ շատ բարձր մակարդակով կընթանա եւ հյուրերը գոհ կգնան կապանից հանդիսատեսը մեծ գոհունակությամբ կսպասի հաջորդ փառատոնը։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտող, մեր հաղորդման առաջին հատվածում մենք զրուցեցինք պարոն Ղազանչյանի եւ Կապանի թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանի հետ։ Իսկ երկրորդ մասում մենք կխոսենք այս փառատոնի մեկնարկն ազդարարող Կրքոտ Սիրահարը ներկայացումից։ Ինչպես եւ խոստացել ենք, մենք վերադարձանք մեր տաղավար։ Եվ այս անգամ մեր հյուրերն են Կապանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը եւ Կրքոտ Սիրահարը ներկայացման դերակատար Արման Կոլոսովը։ Ինչպես գիտենք, այսօր կմեկնարկի Կապանի կամերային ներկայացումների փառատոնը եւ առաջինը բեմ կբարձրանա Կապանի դրամատիկական թատրոնը Կրքոտ Սիրահարը ներկայացմամբ։ Եվ ուրեմն առաջին հարցը ուղենք թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Խաչատրյանին։ Պարոն Խաչատրյան, այսօր ձեր թատրոնը հյուրընկալում է թատերական փառատոն։ Ինչ կմաղթեք թատերական փառատոնին եւ ինչ կասեք այս առնչությամբ։ Նախ բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, որ հյուրընկալվել եմ ձեր տաղավարում։ Նախ եւս մեկ ուրախալի փաստ մեկնարկում է կամերային ներկայացումների փառատոնը Կապանի եւ մեկ շաբաթ անց տեղի կունենա արտավազդ ամենամյա մրցանակաբաշխությունը նորից Կապանում եւ առաջիկայում Կապանի 90-ամյա հոբելյանն։ Այսպիսի գեղեցիկ մշակութային եռատոն Կապանում իհարկե ողջունելի է։ Ուրեմն նախ ասեմ, որ նախաձեռնությունը մեր Արմանինն էր։ Արմանը մեծ ոգևորությամբ, մեծ դրական էներգիայով լցված, այսպես ասած նախաձեռնելով այս ներկայացման այսպես հիմքերում կանգնելով մեծ ցանկություն այսպես ուներ այս ներկայացումը իրականացնելու եւ երբ հանդիպեցինք ես Արմանը Տիգրանը Արմանն առաջարկեց եւ մեր տնօրենն էլ Տիգրան Աթայանն էլ երկու ձեռքով ասաց խնդիր չկա պրոբլեմ չկա մենք պատրաստ ենք ցանկացած լավ գործ կատարածելուն նպաստելուն, որպեսզի այն ունենա այո, ապագա ինչու ոչ, եւ այսպես ասած բեմադրական աշխատանքները ոնց որ ասած պայմանավորվեցինք ու ասինք, որ կարող ենք սկսել բեմադրական աշխատանքները։ Դե բեմադրությունը հանձնարարվեց ձեր ցանկությամբ դարձյալ, չէ, Նունեին Խեչումյան Վանաձորի թատրոնի ռեժիսոր եւ դերակատարուհին Պարոնյան թատրոնից Տաթև Պետրոսյանը։ Մի խոսքով այսպես ինտերնացիոնալ թատրոններով, թատրոնի դերակատարներով հավաքվեցին, մի խոսքով ռեժիսորով ներկայացումը կարելի է ասել բեմադրեցին եւ այսօր սիրելի բարեկամ այդ ներկայացումը կարելի է ասել Կապանի թատրոնի ներկայացումն է, որովհետեւ դե Իսկ ինչու այս ներկայացումը ընտրեցիք մի քիչ ավելի սկզբից սկսեմ պատմությունը պիեսը ինձ ծանոթ էր ես որոշել եմ որ պետք է այդ ներկայացումը անպայման լինի հայերեն տարբերակ չկար թարգմանությունը արեցի հետո որոշեցի հաջորդ քայլը ընտրվեց դերասանուհին իմ լավ ընկերը Տաթևը Պետրոսյան
Հետո դիմեցինք Նունեին Խեչումյան, մեր Վանաձորի թատրոնի Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր Նունեին եւ երեքով սկսեցինք աշխատել։ Որոշ աշխատանքներ անելուց հետո, երբ որ հանդիպում ունեցանք Տիգրանի եւ Անդրանիկի հետ, որոշեցինք, որ այդ ներկայացումը իրականացնենք այստեղ։ Այսինքն Վանաձոր, Երևան, Կապան համատեղ աշխատանք ստացվեց։ Իսկ մեր հանդիսատեսը ինչ է սպասելու, ինչ է տեսնելու բեմում, փակագծեր չբացելով։ Մեծ հույսեր ենք պահում, որ դրական արձագանքներ կլսենք։ Մի քիչ այո, մենք հետաքրքրվեցինք այստեղ թատրոնի անձնակազմից, հասկացանք, որ նորույթ ասելով նկատի ունեմ ավելի համարձակ ներկայացում է, քան ձեր թատրոնում եղած ներկայացումները։ Այդ ինտրիգայի համար եմ ես հիմա ասում հիմնականը։ Հա, ինչ որ տեսարաններ, քանի որ եթե նկատել եք պոստերի վրա նշված է տարիքային սահմանափակում, այնպես որ շատ լավ երաժշտական ռոմանտիկ կոմեդիա է, համեցեք։ Շելի հանդիսատես, մենք սպասում ենք ձեզ այդ համարձակ ներկայացումը տեսնելու համար եւ փակագծերը ինքներդ կբացեք։ Իսկ կարող եք բնութագրել կրկին չբացելով փակագծերը ձեր կերպարը մի քիչ։ Կերպարը։ Կերպարը մի տղամարդ է, որը որ միապաղաղ կյանք է վարել եւ ինչ որ մի պահ է եկել, որ մտածել է, որ պետք է ինչ որ բան փոխի եւ ստանա կյանքից այլ ուրիշ վայելքներ։ Եվ այդ ամենը տեսնելու ենք բեմում։ Արդեն այս շարունակությունը տեսնելու ենք բեմում։ Մասամբ։ Իսկ գուցե դուք սիրահարվեք Կապանին եւ կամ Կապանի թատրոնին, կա ինչ որ համագործակցության հետագա պլաններ։ Համագործակցության համար պարտադիր չէ սիրահարվել եւ հակառակը։ Կարող եմ չսիրել եւ համագործակցեմ, կարող եմ հակառակը, արդեն խճճվեցի։ Ինչի՞ չէ, եթե լինեն առաջարկներ, պատրաստ ենք։ Չեք մերժի։ Եթե կարողանանք համատեղել, որովհետեւ ես հիմա աշխատում եմ Վանաձորի թատրոնում եւ զբաղվածությունս այո շատ է այնտեղ։ Պարոն Խաչատրյան, որպես գեղեցկական ղեկավար, ինչպես եք վերաբերվում այս փորձառությանը, հրավիրյալ դերասաններ, հրավիրել թատրոն, հրավիրյալ ներկայացումներ անել, որտեղ մենք ունեցել ենք, չէ, ներկայացում Քրիստինե Սլոյանի բեմադրած ժայռը ներկայացման մեջ Արթուր Կարապետյանը հանդես եկավ։ Այս պրակտիկային ինչպես եք վերաբերվում։ Արթուր ջան, շատ լավ եմ վերաբերվում։ Նման պրակտիկան շատ պիտի գործածվի։ Շատ։ Դե բնականաբար հասկանալի է, այս ամեն ինչը նաև ունի իր հետևանքները, ֆինանսական առումով ունի իր հետևանքը, դերասանական խմբի զբաղվածության առումով ունի իր հետևանքը, պիտի կարողանաս այդ աշխատանքները իմի բերել, կարգավորել, որպեսզի ոչ իրենց գործը տուժի, ոչ էլ մեր գործը տուժի։ Ես կարծում եմ, որ արդեն վաղուց ժամանակն է ու ըստ երևույթին, ինչպես արդեն ասիք, մենք արդեն այդ փորձառությունն ունենք Քրիստինեի ժայռի այսպես ասած բեմադրության ընթացքում Արթուրին հրավիրելով ու կարծում եմ, որ նման հետագա պրոյեկտներ շատ ավելի շատ պիտի լինեն, որպեսզի եւ մեր մայրաքաղաքի Վանաձորի Գյումրու կապը չկտրվի իրարից եւ փորձի փոխանակման, այսպես ասած, ինչ որ բան կաշխատի։ Ես շատ կուզեի նաեւ, որ ասենք մեր դերասանախմբից, ասենք Վանաձորում կամ հանդեսկային կամ Երևանում կամ հուսանք տա Աստված սա կլինի նաեւ հեռուստատեսությամբ թող լինի այսպես բանի, ասենք նախադեպը, որ կարելի է ինչու ոչ Կապանից հրավիրել արտիստ եւ ինչու ոչ զբաղվել այս թատրոնի բեմադրական աշխատանքներին, մյուս թատրոնի բեմադրական աշխատանքներին, սա շատ լավ քայլ է, ես ողջունում եմ։ Դա կապ չունի, պատվիրատուն մեր թատրոնն է, ուրեմն մեր ներկայացումն է։ Ուզում ես բանից Զիմբաբվեից հրավիրենք Ուգա Չագային գա խաղա, դա մեր ներկայացումն է լինելու։ Պարոն Խաչատրյան, այս ամենով պետք է մեկնարկի թատրոնի 90-ամյա հոբելյանական թատերաշրջանը։ Ավելի ճիշտ, այս ամենը հող է նախապատրաստում եւ սեպտեմբերին թատերաշրջանի բացմանը։ Ինչ է սպասում կապանցի հանդիսատեսին մեր հոբելյանական թատերաշրջանի ընթացքում։ Ինչպես արդեն ասինք, նշեցինք Արթուր ջան, այո, սա հող է նախապատրաստում։
Սունամիա Հոբելյանին, ես վստահ եմ, որ թատրոնի ղեկավարությունը կանի առավելագույնս հավուր պատշաճի նշելով Սունամիա Հոբելյանը։ Դա կլինի ոչ միայն ասենք թատերական ներկայացումներով հագեցված, ոչ միայն կլինի համերգային ծրագրերով հագեցված, հուսամ որ մեր ձայնը տեղ կհասնի եւ մենք կունենանք Կապանի թատրոնի 90-ամյակին նվիրված որևէ հրատարակություն, գիրք, որը կպատմի իր ողջ 90-ամյա, այսպես ասած, տարեգրության մասին, համապարփակ կերպով եւ կլինեն նաեւ ողջ տարվա թատերական տարվա ընթացքում այլ բեմադրություններ, այլ հրավիրյալ արտիստներ, այլ հրավիրյալ բեմադրիչներ եւ ես վստահ ու համոզված եմ, որ մենք կունենանք նաեւ հյուրախաղեր նվիրված նույնպես ԿԴԹ-ի 90-ամյակին Երևանում, հուսանք Թբիլիսիում, Վանաձորում, Գյումրիում, այսպիսի ինչ-որ մշակութային իրադարձություն մեծ շուկով համոզված եմ կտոնենք 90-ամյակը բնականաբար մեր ընկերների, մեր գործընկերների օգնությամբ։ Այսինքն մեզ սպասում է շատ բուրըն թատերաշրջան, իհարկե հյուրեր շնորհակալություն եմ շատ ներողություն, հազար ներողություն։ Ես ուզում եմ ասել, որ սիրելի հանդիսատես, կարող եք այսօր գալ Կապանի թատրոն երեկոյան 7-ին եւ ականատեսը կլինեք Կրքոտ Սիրահարը ներկայացման պրեմիերային։ Համեցեք։ Դե ինչ, Արման, դուք բեմում, մենք կլինենք դահլիճում եւ միասին կդիտենք այդ կվայելենք այդ ներկայացումը։ Համեցեք, հաստատ չեք փոշմանի։ Իսկ ներկայացման հաջորդ օրը կարծում եմ կհանդիպենք կրկին այս տաղավար։ Եվ այսպիսով եզրափակենք մեր հաղորդումը այսօրվա համար նախապատրաստել ենք այսքանը։ Իսկ վաղը կհանդիպենք նույն տեղում, նույն ժամին։ Հաջողություն։